Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Ուրեմն ես մի որոշ ժամանակ առաջ համացանցի միջոցով ծանոթացել եւ շփվել եմ Աննա Սիրունյանի հետ։ Աննա Սիրունյանը ինձ հայտնեց, որ իր բնականը գտնվում է հարկադիրում, այսինքն ԴՀԿ ծառայությունում գտնվում է կալանքի տակ, եւ խնդրեց ինձ, որպեսզի ես վաճառեմ իր բնականը եւ նաեւ հայտնեց, որ եթե ես իր բնականը չվաճառեմ, ապա ԴՀԿ ծառայությունը իր բնականը աճուրդով վաճառելու է, շուկայականից անհամեմատ ցածր գնով վաճառելու է, որի արդյունքում ինքը մնալու է անօթևան եւ հայտնվելու է փողոցում։ Այդ կապակցությամբ ես եւ Աննա Սիրունյանը միասին գնացել ենք նոտարի մոտ։ Աննա Սիրունյանը նոտարի մոտ ինձ տվել է լիազորագիր եւ նոտարական վավերացմամբ Աննա Սիրունյանի կողմից ինձ տրված լիազորագրի համաձայն ես վաճառել եմ Աբովյան քաղաքում գտնվող Աննա Սիրունյանին պատկանած բնակարանը։ Դրանից հետո Աննա Սիրունյանը ոստիկանության Վանաձոր քաղաքի բազումի բաժնում իմ դեմ բողոք ներկայացրած հաղորդում տվեց, որ իբր թե ես խարդախության եղանակով տիրացել եմ իր բնականին, իբր թե խաբեությամբ վաճառել եմ իր բնականին։ Այդ կապակցությամբ ոստիկանության Վանաձոր քաղաքի բազումի բաժնում հետաքննիչի կողմից նյութեր նախապատրաստվեցին եւ որոշում կայացվեց Էրիկ Գեղինյանից նկատմամբ մերժել քրեական գործառույթը խարդախության հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ դեպքից մի քանի տարի հետո Աննա Սիրունյանը Արարատ հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված տեսանյութում բարձրաձայնեց, որ իբր թե Էրիկ Գեղինյանս խաբեությամբ տիրացել է իր բնականին եւ զրկել է իրեն իր բնականից, եւ քանի որ այդ տեսանյութը իր մեջ պարունակում էր ակնհայտ զրպարտություն եւ արատավորվում էր իմ պատիվն ու բարի համբավը, ես իմ իրավունքների պաշտպանության նպատակով քաղաքացիական հայցով դատի տվեցի Արարատ հեռուստաընկերությանն ու Աննա Սիրունյանին եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի պարկեշտ եւ պատվախնդիր դատավոր Նանե Սահակյանը վճիռ կայացրեց բավարարել իմ քաղաքացիը եւ Արարատ հեռուստաընկերությանը դատարանը պարտավորեցրեց տեսանյութի ձևաչափով հերքել Աննա Սիրունյանի կողմից ին վերաբերյալ հրապարակված մտածածին զրպարտությունները։ Դրանից հետո Արարատ հեռուստաընկերությունը, որը հանդես է գալիս որպես FTV, չհամակերպվելով իրենց պարտության հետ, բողոքարկեցին Վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2026 թվականի մարտի 16-ին կայացված որոշմամբ Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց ամբողջությամբ մերժել Արարատ հեռուստաընկերության կողմից բերված Վերաքննիչ բողոքը ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Եվ այսինքն դրա արդյունքում պետական տուրքի գումարները բռնագանձվելու են պարտվող կողմից, այսինքն Արարատ հեռուստաընկերությունից։ Այսպիսով Էրիկ Գեղինյանից հաջողվեց դատական երկու ատյաններում, թե Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում եւ թե Վերաքննիչ քաղաքացիական դատարանում Էրիկ Գեղինյանից հաջողվեց իմ զորեղ փաստարկներով ջախջախել Արարատ հեռուստաընկերության մտածածին եւ առարկայազուրկ փաստարկները։ Նշեմ նաև, որ Արարատ հեռուստաընկերության լրագրող Մերի Մնոյանն ու Աննա Սիրունյանը զրպարտել են ինձ եւ ինչպես արդեն նշեցի, դատավոր Նանե Սահակյանը վճիռ է կայացրել բավարարել իմ քաղաքացիը եւ Արարատ հեռուստաընկերությանը դատանը պարտավորեցրել է տեսանյութի ձևաչափով հերքել ին վերաբերյալ հրապարակված մտածածին զրպարտությունները։ Եվ այդ գործի մնացած մանրամասներն, այդ դատական գործի մնացած մանրամասներն դուք կարող եք ծանոթանալ Dataleg Skype-ի միջոցով, Dataleg Skype-ում տեղադրված է թե Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ թե Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը։ Նշեմ նաև, որ ես դատարանի միջոցով Արարատ հեռուստաընկերությանը պարտավորեցրել եմ տեսանյութի ձևաչափով հերքել ին վերաբերյալ հրապարակված մտածածին զրպարտությունները եւ ինչպես արդեն նշեցի, դատը պարտվելու պարագայում պետական տուրքի գումարները բռնագանձվելու են պարտվող կողմից, այսինքն Արարատ հեռուստաընկերությունից։ Նշեմ նաև, որ այն անձինք, ովքեր իրավաբանական պայքարի մեջ են մտնում ինձ հետ, գրեթե միշտ այդ անձինք պարտվում են դատարաններում եւ ինձ հաջողվել է իմ դատական բողոքների հետ կապված հաղթանակ տանել դատարաններում եւ ապացուցել իմ ճշմարտացիությունը եւ իմ կողմից Արարատ հեռուստաընկերության դեմ ներկայացված իմ հայցը դա իմ հերթական հաղթած դատավարություններից մեկն է եւ վստահ եմ, որ հետագայում նույնպես ինձ կհաջողվի դատարաններում հասնել իրավական հաղթանակների, քանի որ ես իմ բոլոր գործողությունները կատարում եմ օրենքի շրջանակներում։ Այդ իսկ պատճառով էլ իմ մշակած գրագետ դատավարական մարտավարության շնորհիվ ինձ հաջողվում է դատական այցաններում գրեթե միշտ հաղթանակներ տանել իմ դատավարական հակառակորդների նկատմամբ։
Ակնկալում եմ, որ Արարատ հեռուստաընկերությունը ականջալուր կլինի իմ այս տեսանյութում արծարծվող իմ ողջամիտ դիտարկումներին եւ ակնկալում եմ, որ Արարատ հեռուստաընկերությունը առաջիկայում ինձնից հարցազրույց կվերցնի եւ տեսանյութի ձևաչափով կհրապարակվի իմ ամբողջական դիրքորոշումն ու իմ հերքումը Աննա Սիմոնյանի կողմից իմ հասցեն հնչեցված մտածածին զրպարտություններին եւ զազրախոսություններին ի պատասխան։ Իսկ եթե Արարատ հեռուստաընկերության կողմից չկատարվեն դատական ակտի պահանջները եւ եթե Արարատ հեռուստաընկերության կողմից տեսանյութի ձևաչափով հերքում չհրապարակվի, ապա նման պարագայում ես դատական ակտի պահանջները չկատարելու համար Արարատ հեռուստաընկերության դեմ իրավապահ մարմիններին կներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում։ Հավաստիացնում եմ, որ ես այս հարցում հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի Արարատ հեռուստաընկերության կողմից տեսանյութի ձևաչափով հերքվեն Աննա Սիմոնյանի կողմից իմ հասցեն հնչեցված մտածածին զրպարտությունները։ Եվ սա դաս կլինի բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան այսուհետև հանրային հարթակներում իմ վերաբերյալ հրապարակայնորեն զրպարտություններ տարածել, ապա ես հետևողականորեն հետամուտ եմ լինելու դատական կարգով վերականգնել իմ խախտված իրավունքները եւ հասնել արդարության։ Եվ վերջում ամփոփելով իմ դիտարկումները, վերջում բոլորին հորդորում եմ դրսևորել իրավահպատակ եւ պարկեշտ վարքագիծ, երբևիցե որևէ մեկի հասցեին չճշտված, չճշգրտված տեղեկատվություն չհրապարակել եւ պահպանել համակեցության կանոնները։ Վստահ եմ, որ հիմա Արարատ հեռուստաընկերությունը կրկին անգամ չհամակերպվելով իրենց պարտության հետ հիմա էլ բողոքարկելու են վճռաբեկ դատարան, դա իրենց իրավունքն է, թող բողոքարկեն, կրկին անգամ պետական տուրքի գումարներ վճարեն, քանի որ քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոք բերելու համար նույնպես հարկավոր է պետական տուրք վճարել, թող Արարատ հեռուստաընկերությունը եւս մեկ անգամ ընկնի, այսպես ասած, ընկնի ծախսի տակ եւ վստահ եմ, որ վճռաբեկ դատարանը պարզապես վարույթ չի ընդունելու Արարատ հեռուստաընկերության կողմից բերվելիք վճռաբեկ բողոքը։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։